5 տարի եղել եմ Գյումրու ավականու անդամ եւ հիմա ձեզ մի հարց եմ տալու, որը շատերին տարօրինակ կթվա։ Գիտեք, այդ 5 տարիների ընթացքում քանի քաղաքացի է բախել գալայի աշխատասենյակի դուռը մեր նախընտրական ծրագիրը ձեռքին եւ հետեւյալ հարցադրմամբ. Ձեզ ենք ընտրել, ասեք ձեր խոստումներից որն եք իրականացրել, որը ոչ, եթե չեք փորձել իրականացնել, ինչն է խանգարել, ինչ եք արել կամ անում առհասարակ։ Ինչ կարծիք եք, քանի քաղաքացի։ Եթե չկռահեցիք, ասեմ 0։ 5 տարվա ընթացքում չի եղել գոնե մեկ, ով փորձեր նախընտրական ծրագիրը դարձնել քննարկման առարկա կամ հաշվետվություն պահանջեր իր ընտրած քաղաքական ուժի ներկայացուցիչից։ Անպատասխանատու մեկի համար սա գուցե նույնիսկ իդեալական տարբերակ թվա։ Ընտրել եմ, վստահել են, քվեն տվել ու վերջ, գնա անելիքը տարա, չես արել, չի ստացվել, քվեն քչություն է արել, ինչ որ այլ բան է պակասել, հավես ու տրամադրություն չես ունեցել ու քեզ ընտրած քաղաքացու լուտանքներին չես արժանացել, ուրեմն ավելի լավ։ Ինձ համար սակայն սա փորձաշրջան էր, վտանգավոր ահազանգ եւ հիասթափության պատճառ, որովհետեւ այս պատմությունն այն մասին էր, որ մեր տարիների աշխատանքը հասարակության հետ իրական արդյունք չի տվել։ Քաղաքացին իշխանությունը չի ընկալել եւ չի ընկալում որպես իր սեփականություն։ Չի ուզում պահանջատեր լինել, միջամտել, իր հետևողականությամբ դառնալ իշխանության զսպաշապիկը, պահանջել հակակշռող եւ զսպող մեխանիզմների գոյություն իշխանության մեջ, որովհետեւ Հայաստանի քաղաքացին իր գործն ավարտված է համարում հենց քվեատուփի մոտ։